Սուրիկոր տաթևացին ասում Աստված ինչ որ տվել է քեզ դու պիտի բաժին հանես։ Աստված ինչ է տվել մեզ։ Միտքը տվել։ Ինչ պիտի մենք ամենամաքուր մտածումով պիտի Աստծուն հիշենք։ Աստված ինչ է, այսինքն մեր բարի խորհուրդներ Աստծուն պիտի կարոտով հիշենք երկնքի արքայություն, Քրիստոսին պիտի հիշենք, սուրբերին պիտի հիշենք, հավիտենական կյանք պետք է կարոտենք։ Այսինքն մեր միտքը մաքրենք, այդ մաքուր ապրումով, զգացումով Տիրոջը հիշենք։ Աստված մեզ բերան է տվել, մեր բարի խոսքը, մեր աղոթքը, մեր հառաչանքը առ Աստված ուղենք։ Աստված մեզ սիրտ է տվել, մեր բարի զգացումն ապրումը ուղենք Տիրոջ։ Աստված մեր ձեռքեր ոտքեր է տվել, մեր աշխատանքի բարի արդյունքը Տիրոջը պիտի նվիրենք։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ որ 100-ից 10-ը նվիրում ես Աստծուն, ասում է 90-ը օրհնվում է։ 90-ը օրհնվում է, իհարկե Մովսիսական օրենքով այդ 10-ի մեջ մտնում է նաև աղքատներին ողորմությունը, ոչ միայն նվեր եկեղեցուն, այլև աղքատին ողորմություն, այդ երկուսը մնում էր, ասում է քո պահիր, ասում է, տես, պահիր քո մոտ քո 10-անորդը, ասում է, ղևտացին կգա, աղքատը կգա, կարիքավորը կգա, կտաս, Աստված կփառավորվի։ Եվ այդ փոքրիկ 10-ով, ասում է, 90 օրհնվում է։ Եւ 5 տակարում, ասում է, ձեր տարիների ընթացքում չտրված, իհարկե 5 տակարում ասա, տարիների ասում է ընթացքում չտրված 10-անորդների պատճառով, ասում է, սով եմ բերելու, Աստված է ասում։ Եվ խլելու եմ ձեզանից, ասում է։ Իմ չտված 10-անորդները խլելու եմ ձեզանից։ Տեսեք, այս իմաստով աղանդավորներ մի քիչ շատ ծայրահեղ մոտեցումներ ունեն, էլի մենք չենք ուզում, որ աղանդավորների նման այդպես ծայրահեղ մոտեցում ունենք 10-անորդի հարցում, ոնց ասեմ, ուրիշ ձև են 10-անորդը, եւ իրենք դրա վրա շատ են շահարկում, չէ, մենք այդպիսի մոտեցում չունենք։ Ես գիտեմ դեպքեր, որ անգամ թոշակառու մայրիկներից, որ իրենք ոնց ասեմ, իրանք չեն աշխատում, թոշակ է ստանում, նպաստ է ստանում, այդ 10-անորդը խլում են իրենք, հա, չէ, սա արդեն չի կարելի, թոշակառուն հազիվ իր կարիքն է, ով պետք է տա 10-անորդը, որ իրապես ավելանում է, հասկանում եք, որպես այն թոշակառուներին էլ օգնի։ Եկեղեցին ինչ է, դա ընտանիք է, կենդանի մարմին է, ոնց ասեմ, որ ընտանիքի մեջ մեկը շատ ունենա, մեկը քիչ ունենա, մեկը սոված լինի, մեկը կուշ լինի, եւ այն մեկն էլ լավ ուտի, այն մեկն էլ ասի ոչինչ դու սոված մեռի։ Չի լինում այդպես։ Ընտանիքը, եթե եկեղեցին մի ընտանիք է։ 10-անորդը ես իմաստով եմ հասկանում, երբ որ քրիստոնյա հավատացյալները եկեղեցական համայնքային կյանքին մասնակցում են եւ ճանաչում են արդեն եկեղեցու կարիքները, ասելու կարիք էլ չկա, հասկանում եք։ Իրար գիտենք, մի ընտանիք ենք, առանց ասելու, առանց իմանալու։ Երբեմն կանանան ճիշտ ասած ուղղորդում ասում, չես դիմում ախպեր դա, սոված, երեխա սոված, գաղտնի դաշտում։ Ես էսն եմ, սա եմ ես, ճիշտ համարում, սա իրականն է, ընտանեկան կյանքն է, եկեղեցական ընտրաբը, համայնքը բա այդպես է եղել նախկինում։ Իհարկե մի քիչ հիմա կտրվել ենք այդ իրականություն, որ իրար կարիքները հոգան, ես եմ հասկանում տարիքը, 10-անորդը։ Իհարկե նաև ամենակարևորը, եթե մի համայնք է տեսնում են, ասում են, եկեղեցու տանիքը ջուրը թողնում է, կամ երիցատուն պիտի սարքեն, ժողովուրդ ոտի կայնենք, մեր երեխեքներն պիտի գան կիրակնօրյա դաս պիտի անցնենք, մի թերթում տպենք, տարածենք։ Այսինքն այս համայնքային կենդանի կյանքը երբ որ կա, այդ հարցը լուծված է։ Խնդիր չկա։ Քահանան ուղղորդում է ուղարկի, եթե համայնքային կյանքը կա։
այո, նվերն Աստծուն շատ կարևոր է, շատ կարևոր։ Ամեն։